Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ պայծառատես Նարինե Մկրտումյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Նարինե, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Սովորաբար մենք այս տաղավարում ենք լինում, երբ որ դուք նոր դեպքերի մասին եք խոստանում մեզ ներկայացնել մեր հեռուստադիտողներին, լսողներին, հետևորդներին եւ ասելիք եք ունենում։ Այսօր ինչի մասին ենք խոսելու Նարինե, ինչ դեպքեր եք արձանագրել, իդեպ ես մեր հետևորդներին հիշեցնեմ, նրանք ովքեր այս հաղորդումը պետք է նայեն եւ ինչ որ արձագանքներում այդ կոմենտներում գրեն վատաբան են կամ ինչ որ չեն հավատում եւ այլն, խնդրում ենք նրանց չհետևել մեր հաղորդմանը, դիտեն հաղորդումը նրանք, ովքեր հիմնականում հավատում են։ Սա ես մեջբերում արեցի Նարինե, որովհետև դուք ինքներդ եք ասում, որ երբեմն լինում է այնպիսի արձագանքներ են լինում, որ չեք իմանում պատասխանեք դրանց, թե չպատասխանեք։ Հիմա ինչ դեպքերի մասին ենք այսօր խոսելու։ Կրկին հիվանդություններ, ընտանեկան վեճեր, ամուսնալուծություններ, երեխա չեն կարողանում ունենալ։ Մի խոսքով, սկսեք տեսնենք ինչ դեպքեր այսօր կներկայացնեք մեզ։ Ճիշտ ասած, առաջինը ինչ կուզեի ես հայտարարեի, որ մարդիկ իմ վրա ոչ թե զանգեին, այլ գրեին Viber WhatsApp-ի վրա, քանի որ իմ համար էլա դժվարին պատասխանեմ մի քանի տեղ։ Իսկ մնացածը բողոքները շատ եմ ստանում, որ Նարինե ջան, մեզ քիչ ես ընդունում, ես այս բայերին on-line եմ աշխատում, այդ կուզեի ներկայացնեի տարբեր երկրների հետ, տարբեր երկրներից կա զանգեր, տարբեր երկրներից հրավիրում են, բայց Ես բա ես չեմ կարող վերցնեմ հերթ, հիմնականը դրա վրա են մարդիկ բարկանում, որ քիչ են վերցնում, on-line եմ ես բա աշխատում։ Դրա համար հայտարարում եմ, որ առաջնահերթ կխնդրեմ on-line Viber WhatsApp-ի վրա գրեն, միանգամից կոնտակտը ստացվի, ոչ թե զանգահարեն, որովհետև զանգերի ես չեմ կարող պատասխանեմ, զանգերը չափից շատ են։ Բայց միշտ է, որ on-line աշխատելու տարբերակը հաջողում է, թե երբեմն լինում է, որ պետք է հենց R30 լինի, շփվեք անմիջապես։ R30 էլ եմ վերցնում, ես էլ էի ուզում ասեի, R30 վերցնում եմ, ուղղակի հիմա ներկապան հենց բաներ են խոսում, որ Նարինեն մենակ ունևորների հետ է գործ բռնում, չէ, ունևորների հետ չեմ բռնում, ուղղակի R30-ը որ լինում է լուրջ հարցեր պաշտոնի հետ կապված, R30 լինում է, դա հիմնականը բոլորին էլ հերթագրում եմ on-line եմ վերցնում։ Բայց լինում է, որ ձեզ հրավիրում են, նոր մի քիչ առաջ մենք զրուցում ենք, դուք ասում եք, որ ազդեցիկ մարդիկ կան, որոնք խուսափում են գալ կամ on-line չեն ուզում եւ ձեզ հրավիրում են իրենց տները։ Գիտեք ոնց է, առանձնատան որ ապրում են, ճիշտ ասած չեն ուզում իրանք մոտենան, չեն ուզում ոչ օֆիս հաճախեն, ոչ բնակարան գան, ընդհանրապես իրանք չեն ուզում հերթի տակ կանգնեն, չեն ուզում Երևան, դրա համար կանչու հրավիրում են իրաց բնակարաններ։ Նարինե, հիմա հասկանանք այդ առանձնատան, այդ շքեղ առանձնատան բնակիչները ինչ խնդիրներ ունեն։ Տարբեր։ Օրինակ։ Նաև կապված է բիզնեսների հետ, կապված է իրանց գործարանների հետ, կապված է նաև տարբեր երկրների հետ, որ այնտեղ բիզնեսներ ունեն, կապված է նաև որ թշնամանք կա, ուզում են հասկանալ ինչ խնդիր է, կապված է իրանց այդ ոսկեղենի մեծ մասնության հետ, չափից մեծ կարողությունների հետ է կապված։ Վախենում են իրենց ունեցվածքը կորցնելուց, թե վախենում են չհասցնեն վայելեն, ո՞րն է։ Չէ, ոչ թե վախենում են չհասցնեն վայելեն, այլ տարբեր մարդկանց հետ տարբեր խնդիրներ է լինում։ Մեկը վախենում է իր կարակորթից, մյուսը ուզում է հասկանա իր գործերը ոնց կլինի տարբեր երկրներում, ուղղակի շատերը ասում են Նարինեն հիմա մենակ գործաբռնում ունևորների հետ, իհարկե ոչ, ես բոլորի հետ եմ գործ բռնում, ուղղակի իրանց խնդիրները ավելի շատ են։ Քիչ ուրիշ է, շատ ժամանակ ճիշտ է, ես նաև սպառնալիքներ եմ իմ հասցեին լսում, որ եթե ես իրաց չընդունեմ, կարող է պատահական բաներ լինի, բայց դե նաև կարող է ձեզ հետ լինի։ Այսինքն ձեզ ահաբեկում են, եթե զանգում են չեք ընդունում հրավերը։ Այո, եթե շատ ժամանակ չեմ ուզում մոտենամ իրանց, մեկու մեջ լսում եմ նաև իրանց այդ սպառնալիքները։ Իսկ ինչու չեք ուզում գնալ, ինչն է ձեզ կաշկանդում։ Դե вообще-то նման մարդիկ մի քիչ ուրիշ հոգեբանություն էլի ունեն։ Գնում եմ ճիշտ ասած, բոլորին էլ ընդունում եմ, ուղղակի հերթ կա էլի դրա համար։
Միտեղ գրանցված են պաշտոնի մարդիկ, մյուստեղ գրանցված են չբերները, միտեղ գրանցված են բիզնեսմենները, միտեղ գրանցված են անապահով ընտանիքները, որտեղ պետք է լինելու սնունդ գնա, ամեն մեկը իր գործողությունը էլի ունի։ Կարող եք հիմա այդ առանձնատան դեպքերից մի բան մեզ պատմել, կոնկրետ ինչի համար են ձեզ կանչել, ինչ եք արել, ինչ եք լսել։ Առանձնատան դեպքերի հիմնականը շատ լուրջ դեպքեր է լինում, շատ լուրջ նաև կապված այլ պետությունների հետ, նաև կապված ներքին։ Օրինակ ինչ հարցով են ձեզ դիմել։ Հիմնականը մեծ թվերի մասին է խոսքը գնում, որպեսզի տեսնենք արա իրանց հասնի, լինում է դեպքեր, որ մեծ քանակության ոսկեղենի մասին է խոսքը գնում։ Ճիշտ ասած, իմ մոտ շատ էլ ոսկեղեն են բերում, որպեսզի ես հասկանամ մաքուր է թե չէ, էդ էլ են բերում։ Առանձնատան խնդիրները մի քիչ ուրիշ է։ Մի քիչ ուրիշ է, տարբերվում է հասարակ մարդկանց խնդիրներից։ Եվ որն եք ավելի հեշտ լուծում տալիս։ Բոլորին էլ հեշտ եմ լուծում տալիս, իմ մոտ բացվում է, բնածին դե շնորհը որ տված է, բացվում է, կարողանում եմ էլի օգտագործել։ Օրինակ կա մարդ, որին ասում եք ձեր բիզնեսը դադարեցրեք, ասենք մի քանի ամիս հետո տապալվելու եք, ավելի լավ է հիմա դադարեցնեք, չշարունակեք։ Հիմնականը հակառակորդների հետ է կապված իրանց բիզնեսները, ուզում են հասկանան, ինչ որ մեկը կանգարելու, այո, մրցակիցի հետ չէ։ Դե ինչ տեսնում եմ, ասում եմ։ Օրինակ ինչ եք տեսել։ Մի բիզնեսմեն, եթե արենք ձեզ դիմել է այդ հարցով, ինչ եք տեսել, ինչ որ դեմքեր եք տեսնում, անուններ եք տալիս։ Տեսնում եմ։ Տեսնում եմ, ասում են այդ ձևը։ Հիմնականում վատություն Ես հիմնական զգուշացումն եմ տալիս, ուրիշ բանով չեմ խորանում, չէ։ Բայց այդ անկունությունից են դիմում, անկունությունների այդ խնդիր է լինում, դևից որ կապված են լինում, ուզում են հասկանան այդ տվյալ մարդը գիժ է, թե նարկոտիկի տակ է, թե դևն է իրան տանջում, ես կարողանում եմ օգտավետ լինեմ, էլի ճիշտ պատասխանը գտնում եմ։ Նաև լինում է դեպքեր, որ ընտանիքները միանգամից բաժանություն է լինում, գիր կապանքից էլ է դա լինում։ Այդ կապանքներն էլ եմ տեսնում։ Տարբեր արծերով դիմում են։ Նարնե միշտ խոսում եք այդ թուղթուգիրի մասին, որ դուք ինքներդ չեք անում, բայց բացում եք ուրիշներինը։ Հիմնականում մարդիկ ինչու են դիմում թուղթուգիրին։ Դա այդքան հզոր ազդեցություն ունի։ Գերեզմանովն են հիմնականը անում, գիտեք ոնց է լինում։ Գրերը անում են գերեզմանի միջոցով։ Այդ ովքեր ուզում են տարբեր ընտանիքներ տապալեն, մեկի բիզնեսը կանգնի, մեկի տանը երջանկությունը կանգնի, հիմնականը դա դրամար են անում, բայց Այսինքն մի քիչ բացեք փակագծերի, չի նշանակում գերեզմաների միջոցով այդ գերեզմանի հողի միջոցով, գերեզմանում լացը կոծը շատ է, նաև դեղ մահացածները տարբեր խնդիրներով է մահացել, այդ գերեզմանի հողը բերում են տվյալ մարդկանց անունների տակ, այդ կապանքները կատարում են։ Ես կարողանում եմ մաքրեմ, քանի որ իմս 2021 թվից այդ փոխանցվել է ինձ մարտի 23-ին այդ շնորհը վերցրել եմ, կարողանում եմ օգտավետ լինեմ կոդերը, աղոթքները ու նաև գիտեք ոնց է տարբեր մարդկանց մոտ տարբեր խնդիրներ է տեսիլքը բացում ոնց ճիշտ կողնորոշվեմ եւ իրանց ճիշտ օգտավետ լինեմ։ Դա ես չեմ էլի կոնկրետ բացում։ Լիքը մարդիկ էլ կան ասենք որ գալիս են նաև իրանց հարազատների հետ որ անհավատել են լինում, մոտենում են իմ մոտ լրիվությամբ բացվում է ու տեսնում եմ որ ես լրիվ տեսնում եմ։ Այս գերեզմանի հողի հետ կապված մի քիչ էլ մանրամասն ինչ են անում։ Հողը բերում են, հողը վերցնում են։ Դա շատ սարսափելի հող է, որը դեռ ընդամենը լաց կոծ է։ Դա անիծված հող է։ Այդ անիծված հողի միջոցով կարողանում են կապանքները կատարեն։ Իսկ դուք ինչպես եք մաքրում, ինչով եք մաքրում այդ։ Ես թուրք ջրով եմ մաքրում, նաև այդ ինձ վերևից փոխանցված է, էլի այդ ամեն ինչը ես կարողանում եմ մաքրումները կատարեմ։ Բայց հիմնականը լինում է տարբեր խնդիրներ, էլի, տարբեր։ Օրինակ այդ խնդիրներից մեկի մոտ գլխացավ է սկսում հիվանդություն է սկսում, մյուսի մոտ բիզնեսն է սկսում անհաջող զարգանալ, ինչ է լինում։ Տվյալ մարդը գալիս է իմ մոտ, ես նախորդ 6 ամիս առաջ ասեմ, ինքը գալիս է իմ մոտ, ես ասում եմ 6 ամսից հետո քո մոտ այս հիվանդությունը կլինի։ Ես իր մազաթափված եմ տեսնում ու նաև իր խնդիրներ եմ տեսնում այդ օրգանիզմի մեջ։ Իմ մոտ ռենտգենի նման բացում է խնդիրները, պարզ տեսնում եմ որտեղ դա թուղթուգրի ազդեցությունն է այդ լինում է ազդացել հողը։ թուղթուգրից է լինում է հիվանդությունը արդեն կա մեջը, թաքնված վիճակում է։ Այդ թուլությունը, այդ ամեն ինչը դա հենց տղից է սկսվում է։ Գերեզմանի հողի մասին խոսեցիք, ասում եք սուրճ ջրով եք մաքրում, ինչպես է կամ այդ հողը բերում են, դուք ինչպես եք իմանում։
Այդ ով իրանց կապել է այդ գերեզմանի հողը ես բարձ տեսնում եմ։ Գերեզմանի տեսնում մոտ եք։ տեսյուկը բացում է, ես կարողանում եմ մակրումները կատարել։ Նարինե, իսկ ասում եք ով է արել այդ ամենը, դեմքը եթե տեսնում եք, անունը տեսնում եք, այդ Լինում է ժամանակ, ինֆորմացիան որ տալիս է։ միանգամից եմ ասում, լինում է, որ դեմքն եմ մենակ ասում։ Իսկ հետևանքներ չեն ունենում ձեր ասած այդ մարդիկ իրար հետ կոնֆլիկտի մեջ մտնեն կամ Դե չի լինում նման դեպքեր։ լինում է նման դեպքեր, բայց շատերին չեմ ասում։ Շատերին չեմ ասում։ Խուսափում եք հետագայից։ Իսկ մաքրելու գործընթացը միայն սուրբ ջրով եք անում, թե ուրիշ միջոցներ էլ ունեք։ Չէ, ուրիշ միջոցներ ունեմ։ Ես պատասխանը չեմ կարող հասկանալ կոնկրետ ինչից է տվյալ մարդու խնդիրը առաջացել։ Պատասխանը վերևից է մոտ բացվում, եւ վերևից է պատասխանը որ բացվում է, արդեն կարողանում եմ հասկանալ ինչ պետք է անեմ։ Իսկ ինչ բան է սուրբ ջուր, ինչպես է այդ Այդ ջուրը որտու այս ջուրն է, եկեղեցու ջուրն է, Եկեղեցուց այդ ջուրը բերում է։ Լավ, Օգնականս բերում է, մենք կատարում ենք աշխատանքը եւ շատերը գոհ են էլի։ պաստորեն առանձնատներն էլ իրենց խնդիրներ ունեն, այդ շքեղ առանձնատան բնակիչները։ Գիտեք ոնց է, առանձնատները տարբերվում են մնացած հաճախորդներից, որովհետեւ իրանց գրուպն է մասշտաբով է գնում։ Ավելի շատ ֆինանսական։ Ավելի շատ ֆինանսապես է գնում զավոդների խնդիրները, տարբեր երկրներում բիզնեսներն է գնում։ Իրանց մոտ նաեւ կա մի քիչ էլ ստրախ կա իրանց մոտ, որ վախենում են իրանց հակառակորդներից, իրաց ձեռքից կվերցնեն, թե իրակ կվերցնեն, նման խնդիրների իրանց մոտ մի քիչ ուրիշ է։ Դուք հիմնականում նրանց հրավերը ընդունում եք եւ այցելում եք իրենց բնակարանները, հա, պաստորեն իրենց տուն եք գնում։ Իրանք չեն ուզում գան, ոչ Երևան հերթի տակ, ոչ էլ ուզում են բարձրանան, էլի մոտենան, ասում են մենք չենք ուզում, ոչ մեզ ոչ ոք ոչ տեսնի, ոչ էլ Դե պաստորեն Մենք չենք ասացիք, ուզում հերթի տակ կանգնենք պաստորեն ասացիք, որ ազդեցիկ մարդիկ էլ պաստորեն հոգսեր ունեն, խնդիրներ ունեն եւ դրա համար դիմում են ձեզ։ Հիմա ասացիք նաեւ, որ սոցիալապես անապահով ընտանիքներ են ձեզ դիմում։ Ինչ հարցով են նրանք դիմում։ Երեխա չեն ունենում, ուզում են երեխա ունենալ կամ ժառանգության, ինչպես միշտ ասում եք, այդ ներքին պայքարներ է գնում ժառանգության հետ կապված ունեցեք։ Սոցիալական այդ անապահով ընտանիքների հիմնականը դիմում են սննդի կարգով։ Իսկ եթե դեռ լինում է խնդիր կոնկրետ երեխու հետ, ճիշտ ասած, ես տեսնում եմ կոնկրետ խնդիրը ում մեջն է, ամուսնու թե կնոջը։ Զույգերով պետք է պարտադիր գան ձեզ մոտ այդ դեպքում։ Ամուսինները զույգով պետք է ձեզ մոտ գան, եթե գալիս են, այո, գալիս են։ Հիմնականը այս этаպում մեծ խնդիրների եղել է կոնկրետ պաշտոնյա մարդկանց հետ, մեկ էլ ժառանգական խնդիրներ ա եղել, ով կիսի տները։ Կոմիտասից են զանգում, կենտրոնից են զանգում, չգիտեմ, դա հարցեր ա լինում, որ մեր տղան գալիս է, մեզ ծեծում է, այս տան կռիվ անում, շատ ժամանակ որ օգնականից ասում եմ գնա, օգնականից ասում է ես չեմ կարող մտնեմ նման թեմայի մեջ։ Դե ես էլ չեմ գնում, անընդհատ զանգեր ստանում եմ։ Ժառանգության խնդիրներն ա հիմնականը գնում, մեկ էլ այդ պաշտոնյա մարդկանց խնդիրներն ա։ Ժառանգությունը ինչ հարաբերությունների են հասնում, այդ որ գալիս են ի վերջո Չէ, ասում են ձեզ։ տների կիսումն է, էլի ով կվերցնի։ Ում կասնի։ Իրանց խնդիրներն էլ էդն է, էդ է կապված։ Հիմա երեխաներ չունենալու հետ կապված, անպատվության հետ կապված եղել են դեպքեր, որ դուք կարողացել եք զույգերի։ Եղել է, այո, եղել է դեպք, ես տեսել եմ կոնկրետ, որ տվյալ մարդու մեջքը թույլ է չի պահում, թե եղել է դեպք, որ ասել են կնոջից է, ասեմ չէ տղամարդուց է, տարեք բժշկի կտեսնենք, որ կոնկրետ տղամարդուց է։ Ես իմ մոտ լրիվ տեսիլքը բացվում է երկնայինից, դրա համար տեսնում եմ։ Իսկ դարին է լինում է դեպք, որ տեսնում եք, որ անարդյունավետ է, թե ձեզ մոտ գալը, թե բժշկությանը դիմելը։ Լինում են Չէ, այդպիսի մարդը եղել դեպքեր։ է նականից դիմել եմ, միանգամից ասել են, որ թաքնված հիվանդություն ունես ու ես քեզ տենց երկար չեմ տեսնում։ Ինքը գնացել է հիվանդանոց, իմացել որ ունի թաքնված հիվանդություն, մի ամսուկ է ապրել։ Իսկ երեխաներ ունենալու հետ կապված բոլորին ճշմարտությունն եք ասում, թե ինչպես է ստացվում։ Երեխա դե տեսնում եմ ումից է կոնկրետ խնդիրը ու կարողանում եմ օգտավետ լինեմ։ Եղել է ձեր Այո, պրակտիկայում ես դեպք, որ երկուսին երկուսին մարդկանց երեխա են ունեցել։ Իսկ հետո դիմել է լեննականից, դա արդեն շատ ուշ է դիմել։ Արդեն հիվանդությունը լրիվ, ես ուղղակի իր ցավերն եմ կարողացել նենց անել, որ ինքը այդ ցավերի չզգա։ Իսկ հարցս հետեւյալներ կան դեպքեր, որ դուք էլ չեք կարողանում նրանց օգնել, եւ բժշկությունն է անզոր եւ դուք։ Չէ, կարողանում եմ ես օգնեմ։ Այսինքն ձեզ համար խնդիր չկա, եթե ինչ-որ մի բան բժշկությունը ասում է անհնար է, ձեզ մոտ ստացվում է
հնարավոր։ Ինձ հիվանդանոցներից էլ են կանչում, ասենք, այդ հիվանդները, որ ես գնամ իրանց հիվանդին տեսնեմ, ինձանից հետո այդ հիվանդը սկսում է ինքը արդեն կարողանում է սննդի մոտենաց, կարողանում է արդեն վեր կենա ու սկսի խոժակը բացվում է։ Որովհետև լիքը դեպքեր ա եղել, որ ասել են սիրտն է, մի անգամից տեսել են, որ սիրտը աղիքներից ա վատ։ Ունենց եմ արել, որ աղիքները կարգավորվել է, սիրտը լավացել է, իր խոժակը բացվել է։ Հիմնականը տեսիլքները տարբեր ուղղությունների վրա տանում են։ Պատասխանը երկնայինից է բացվում, ոչ թե ինձանից է, դրա համար ես չեմ էլ կարա իմանամ որտեղից է։ Իմ մոտ տեսիլքները բացում է։ Լինում է դեպքեր, որ գալիս են, դաժե անհավատ մարդիկ, որ գալիս են, ես դրա համար եմ շատ ժամանակ ասում, որ իմ մոտ ամեն ինչ ճշտով է, ով ուզում է թող գա, գալիս են տեսնում են։ Դա այն անհավատ մարդիկ, ովքեր գալիս են, իմ մոտ լրիվությամբ բացվում է, թե իրանց հիվանդությունները, թե իրանց ազնական կյանքը, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում, բացվում է ու տեսնում են, որ ես սաղ ճիշտ եմ ասում։ Կլինեն անհավատ մարդիկ էլ կլինեն, դա գիտեք ինչից է, որովհետև մի բանը, որ չի երևում, չեն կարող իմանալ, բայց որ արդեն մանրամասնորեն սկսում է իմ մոտ այդ ամեն ինչը բացվելը, արդեն սկսում են հավատալը։ Նարնե դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք, արդեն կխոսենք կոդերի մասին, որոնք դուք օգտագործում եք այդ հիվանդությունները բուժելու մեջ, որտեղ ինձ էլ են երբեմն նամակներ գրում եւ հարցնում են, ինչ մեթոդներով են Նարինեն իրականացնում իր այդ հոգեվոր բուժման գործունեությունը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք իջած կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է պայծառատես Նարինե Մկրդումյանը։ Նարինե, փաստորեն առաջի հատվածի հետ կապված մի քանի ճշտումներ էլ անենք եւ այս անգամ խոսեցինք արդեն շքեղ առանձնատներում ապրողների խնդիրների մասին, ձեզ հրավիրում են, դուք գնում եք, իսկ ինչպես է լինում, տան անդամները իմանում են ինչի համար եք դուք գնացել, թե այդ ամենը ծածուկ է կազմակերպվում, ինչպես է լինում, որ դուք գնում եք, ինչ եք տեսնում այնտեղ։ Ճիշտ ասած, տան անդամներն են զանգում։ Զանգում են Բոլորը տեղյակ են լինում, որ դուք գնում եք։ Այո, տեղյակ են լինում։ Բոլորը տեղյակ են լինում, գնում եմ մի քիչ ճիշտ փակված են։ Որ գնում եք այդ միջավայր, ինչ եք զգում, ինչ եք տեսնում, որ չեն տեսնում հենց այդ տների բնակիչները։ Դե շատ ժամանակ որ գնում եմ, իմ ախրանան ասում արդեն հոգնեցինք։ Բանը որ մի քիչ որ դեղ լարված իրավիճակներ ա լինում, որ գնում եք իմ ախրանան ասում այս արդեն հոգնեցի այս ամեն ինչից։ Այսինքն չեն ուզում մոտենան, որ պետքա գանք նախորդ գալիս են մեր դեմը, հետո բարձրանալիս դեղ ստուգումներ ա կատարվում, տեսնում ես այդ ինչ որ բան կա ուրիշ թե չէ։ Դրա համար մի քիչ փակեն, մի քիչ է վախեցած են։ Զգուշավոր են ու մի քիչ է վախեցած են լինում։ Օրինակ ձեզ տանում են եւ ինչից են խոսում, ինչի մասին են խոսում։ Բիզնեսը վտանգված է, դուք ասում եք անդադ մրցակցության հետ կապված այդ խնդիրներն են։ Դե հիմա տեսեք, շունևորների խնդիրը կոնկրետ բան այդ ուտելիքն ա լինում, միշտ որ անապահով հարցերն ա լինում։ Իրանց խնդիրն էլ, իրանց բիզնեսներն ա, իրանք մեկից կվերցնեն, թե իրանցից կվերցնեն, ում կլինի այսինչ են, ինչ ում կլինի տարբեր երկրների հետ գործակ։ Ինչ տվյալներն են ձեզ տալիս։ Ինձ որ ասում են մեզ հետ կգաս թեկուզ տարբեր գնանք մեր այսիշ պետությունը, ես մի անգամից չեմ ասում, որովհետեւ ես դեռ այդ մեկ դա իմ խնդիրը չի։ Իսկ որ գնում եք, ինչ որ նկարներ են ձեզ ցույց տալիս, ինչ եք անում, ինչի հիման վրա է այդ զրույցը կազմվում։ Հիմնականը դե լուրջ խոսակցություններ ա լինում, իրանց ինչ որ նկարներ են ձեզ տալիս, ինչպես է լինում։ Լուրջ խոսակցություններ է էլի լինում կապված բիզնեսների հետ։ Պատմում են, փաստորեն դեպքերը պատմում են ձեզ։ Ես էլ եմ տեսնում։ Ես կարող եմ այս բան տեսնեմ, որ ինքը չասի, բայց ես տեսնեմ ոնց որ արդեն ասում եք կոդերը տարբեր են լինում։ Աղքատների եւ հարուստների համար դա ինչով է պայմանավորված։ Դրանք որ գալիս են իրանց էներգիով տարբեր կոդեր է բացվում։ Այդ տարբեր կոդերի միջոցով ես կարողանում եմ իրանց հաջողությունը բացեմ։ Իրանց հաջողությունը, իրանց անհաջողությունն է գնում, տարբեր խնդիրներով կարողանում եմ օգտավետ լինեմ։ Օրինակ, այս վերջի անգամ ինչ եք փրկել, ում բիզնեսն եք փրկել։ Կա տես բան։ Ես տեսել եմ, որ մեկին ուզում են հանեն աթոռից։ Ես իրան ասել եմ, կոնկրետ անունն էլ եմ ասել, ով է, ինչա։ Եվ ինքը ասեց, այո, մենք կոնֆլիկտի մեջ ենք։ Բան, եթե իրանք չեն կանչում, ասենք, եթե իրանք չեն դիմում, ես հաստատ, ես միջև դիմում են, ես ինքս գնում եմ եւ տեսնում եմ ինչ խնդիրներ կա։ Ասել եմ, անունն էլ եմ ասել, նաեւ ասել եմ, տարիքն եմ, իմ մոտ տարիքն է բացվել, ասել եմ, ասեց, այո, այդ մարդը կա, մենք միշտ իրար հետ կոնֆլիկտի մեջ ենք եղել։ Բայց տարբեր երկրներից որ զանգում են իմ վրա ասում են մեր բարեկամը եկել է դու կարա իր կանգնեցրել այս խնդիրը չես կանգնեցրել այդ ասենք մի մարդ գալիս է այս դիմում հա եւ ես իրան ասում եմ դրա համար ինչա պետք ասում եմ որ սենց վատ բան եմ տեսնում քո հետ կապված չհավատալով գնում է դրանից հետո ինքան զանգեր եմ տեսնում տարբեր երկրներից ու այդ նույն մարդի պատճառով որ դու կարա իր կանգնեցնել եթե ինքը չի ուզել թողելա գնացել ես ինչ պիտի անեմ տարբեր խնդիրներով գալիս են մտնում են, տարբեր խնդիրներով։ Կոդերի մասին մի քիչ խոսեք, հա։ Կոդերը դրանք թվեր են, իսկ թվերը վերևից եք Վերևից է բացվում, այո։ Այդ թվերը գումարում եք, բաժանում եք, ինչ եք անում այդ թվերը, իրար կողք եք դասավորում։ Տվյալ մարդու անուն ազգանունը գրում եմ, տարեթիվ ամիսը, կոդը դնում եմ, օրտմած ջուրը դնում եմ, օրտմած հողը դնում եմ եւ այնտեղ արդեն աշխատանքի մեջ եմ մտնում։ Եվ դրական էներգիա եք ստանում, այո, դրական էներգիա, դե դա ինչ փոխանցում է, ես եմ անում։ Իսկ լինում է, որ թվերը խառնվում են, դուք խճճվում եք, այդպես բան, թե եթե ամեն ինչ վերևից է արվում։ Չէ, ոչ մի բան չի խառնվում։ Տեսեք ուրեմն, իմ մոտ
էլի մարդ ա եկել, էլի տես պաշտոնավոր, ես տեսել եմ, որ իր տարածքը ուզում են վերցնեն։ Սկզբից ասեց չէ, հետո ասեց դա անունտարն էլ ասեցի։ Ասեց այո, հիմա այդ խնդիրը գնում է։ Բայց շատերն է որ գալիս են, Նարինը գնա մեր փաստաբանի հետ խոսա, գնա այս մեկի հետ խոսա, մեկի հետ խոսա, դա այդ էլ չի մտնում իմ գործի մեջ։ Այսինքն փաստաբանին դուք պետք է ուղղություն տաք, հասկանալով թե տեսնելով թե ինչ է լինում։ Չէ, շատերը ասում են մեր գործերը վատ է, կարած գնաս մեր փաստաբանի հետ խոսես, տեսնում ես ինչով կարա օգնի։ Չէ, ես այդ մի գործն էլ չեմ վերցնում փաստաբանի հետ։ Թուղթուգիր չեք անում, փաստաբանների գործերին չեք խառնվում, եւ ասում եք, որ Ու նաև մի հատ բան էլ, ասենք, այդ քաղանուց հարցով որ անընդհատ զանգում են գրում են, այդ մեծ մասամվել, որ իրանք ներկայանում են նաև հարազատները, իմ մոտ այդ պերիպիսկաները կա, այդ էսաղ պահպանված է, դա ես ինչի եմ պահում, կոնկրետ ոչ թե ես պահում եմ ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու համար, այլ պահում եմ իմ ստրախովկի համար, իսկ թվում է իրանց կոնկրետ այդ գրողները, այդ հիմնականը նաև, այդ իրանց հարազատները չեն։ այսինքն ֆեյքեր են։ Որովհետև ես ուշադրություն չեմ դարձրել, ես ինձ էլ ունեի խնդիրներ, դեռ չի կարա քաղանան, ասենք, չի տենց բան անհնար է, որ ասենք, քաղանին դեռ ծեծում են, ջարդում են, օգնի, ստեղը ջարդեցին, Ստեր են գրում։ այո, ես այդ պերիպիսկաները սաղի մոտ պահպանված է, ու նաև խոսքը դեռ անընդհատ փոխվում է, զանգերը անընդհատ որ դուրս գանք խոսենք, ես ուշադրություն չեմ դարձրել, ես էլ եմ եղել մի քիչ, ինձ էլ ա եղել խնդիրներ, ինձ ազգնա ոնց որ ասել, բայց եթե դու իրավաբան չես, իրանց հարազատները, ինչի են ուզում քեզ տեսնեն։ Իրանք էլ բերդում։ Հետո ես ուշադրություն դարձրեցի իրանց պահը նաև կարող է պիեսով չափ իսկականից են գրում, բայց դե մարդիկ կան, որ անիսկական ձևով են էլի իրանց հարցով սկսում գրելը։ Ձեզ ուզում են ինչ-որտեղ ներքաշել այդ գործընթացի մեջ։ Նարինե, խոսենք փաստորեն նրանք, ովքեր երեխաներ չեն ունենում, կարող են դիմել ձեզ։ Նրանք, ովքեր ֆինանսական խնդիրներ են ունենում, կարող են դիմել ձեզ։ Նրանք, ովքեր ընտանիքում չեն կարողանում բաժանել ունեցվածքը, կարող են դիմել ձեզ։ Եվ այս պատերազմից հետո մեր տղաների հարցով դիմողներ ձեզ եղել են, մեր գերիները վերադարձան։ Օրինակ մեր գերիների հետ կապված ինչ-որ մի բան դուք տեսնում եք։ Դե ես այն ժամանակ ասել եմ, որ իրաք վերադառնալու են, նաև փաստերով օգնել եմ Սասունցի Դավթի հրամանատարի ջոկատին, ասել եմ, որ իմաստ չկա ման գալու, իրանք տանկի մեջ պայթել են, եւ տենց է եղել, տանկի մեջ պայթած վիճակում գտել են, իմ մոտ այդ ամեն ինչը փաստերով ա եղել, ինչով կարողացել եմ օգտավետ եմ եղել։ Իսկ մյուս գերիները մեր վերադառնալու են, դուք ինչ եք տեսնում։ Մյուս տղաները, որ Դա մնացել են, աստված վերադառնան, իհարկե վերադառնալու են։ տեսնում եք, որ վերադառնալու են։ Այո։ Իսկ այս մեր իրականության մեջ ինչ եք տեսնում, որոնց արդեն կարծես թե ընտրություններին են պատրաստվում բոլոր քաղաքական ուժերը։ Մենք այսպես հանդարտ ենք հասնելու մինչև ընտրությունների, թե ինչ-որ թեժացումներ կլինեն։ Ընտրությունները լավ էլ անցնելու է, ես լավ եմ տեսնում։ Եվ գիտեք ով է անցնելու։ Ճիշտ ասած, տենց չգիտեմ ով անցնելու, բայց լավ տեսնում եմ, որ ես այդ մի կողմով չեմ նայել, չեմ խորացել էլի։ Բայց հանգիստ է վիճակը լինելու, այսպես հանդարտ հասնելու ենք մինչև ընտրություններ։ Այո, լավ եմ տեսնում։ Այդ քաղաքավարության հետ է երևի խնդիրը, հա։ Շատ լավ եմ։ Նկատի ունեմ ինչ-որ տենց թեժանալու է վիճակը, ինչ-որ բախումներ ենք ունենալու, թե տենց հանգիստ, ինչպես որ Չէ, հանգիստ վիճակով գնալու է այդ ամեն գնալու ինչը։ ենք ընտրությունների եւ վերջում էլ դուք լավ, գուցե մյուս հաղորդման ժամանակ մեզ կասեք մոտավորապես ում եք տեսնում ով է անցնելու, ով է լինելու։ Ես որ դա այսքանի վաղտը չեմ խորացել, չեմ նայել տեսիլքով, դրա համար բայց մենք ավելի շուտ մարդկանցից ենք էլի կախված։ Հասկանում։ Ես այն ժամանակ, որ պետք է ընտրությունը լինի, աշխարհ 90% ասում են, այս տվյալ մարդն է լինելու, ես մի անգամից ասել եմ, չէ, ուղղակի այս դեպքերում չեմ նայել, բայց դե մոտավորապես գիտեմ ով է լինելու, մոտավորապես։ Դե ժամանակը կգա դրա մասին էլ առանց կխոսենք։ Նարինե, ձեզ հրավիրում են Ռուսաստանից, ինչի են հրավիրում, գնում եք ուսանելու, մի անգամ ասացիք, որ այնտեղ հնարավորություն կա ձեր գիտելիքները կատարելագործելու։ Ես ասեմ, ցելիցերների արձանը Ռուսաստան կանգնեցրած է հիվանդանոցների մոտ, Ռուսաստան ավելի լավ է իմանում ցելիցերները օրտված են էլի իրանք Աստծո կողմից, դե հիվանդանոցների մոտ աղոթքներ կատարվում է,
եւ այդ արձանները կա։ Դրա համար որ իմացել եմ, որ ես ցելից եմ, Ռուսաստանը Դաշնությունում ինձ ունեմ հաճախորդներ շատ ունեմ, բայց իմ հիմնականը ոչ թե մենակ Ռուսաստանից են կանչում, այլ տարբեր պետություններից կանչում են, ու նաև տարբեր պետություններից գալիս են։ Ուղղակի երբ որ ես դուրս եմ գալիս դուրսը, ես լսում եմ իմ հանդեպ խոսակցությունների գնում, որ Նարինեն այս վերջերը մենակ պաշտոնյա մարդկանց հետ է գործ բռնում։ Ուզում եմ ասեմ Գուցե նման բան գումարն է չկա։ մեծ, որ դուք ուզում եք, գուցե գումարի հետ է կապված, դրանք Չէ, ավելի ասում եմ, վճարունակ են։ Դաժե նկարներից տակել են գորում, Facebook-ի էջի վրա են գորում, Viber, WhatsApp-ի, դե տենց էլ պիտի լինի առուստների հետ, էս մենակ գործ բռնում, նման բան չկա, բոլորի հետ գործ են բռնում, ուղղակի նաև կան տեղ մարդիկ, ովքեր ծանոթ են եւ ազնական կապ կա, էլի։ Նայնը եւ կա այսպիսի մի մոտեցում, որ գումարը, որը դուք պահանջում եք, դա բավականին մեծ գումարների մասին է խոսքը։ Դա այդպես է, թե իրականությունը որն է։ Մեծ գումարների հետ է կապված, ճիշտ ասած, Չէ, դուք եք ինչ-որ գումարները, եթե դուք ուզում եք այդ մարդկանց հետ աշխատելու համար, ինչ գումարների մասին է խոսքը։ Դրանք հասանելի են, որ մարդիկ կարողանան ձեզ այդ գումարները նվիրատվություն լինում է, գումարները, դե տարբեր մարդ իրան ձևովն է։ ամեն մեկի համար առանձին գին արժի։ Չէ, ունևորները իրանց սրտից որ բխում է, իրանք ավելի շատ են փոխանցումներ կատարում, բայց նես չի որ միջին դասակարգին ես չեմ ընդունում կամ հետերները ես իրանց ավելի շատ եմ օգնում։ Ուղղակի ամեն մեկը իր տեղ ունի, նաև կան հաճախորդներ, որ գալիս են մեր բնակարան, կողքի սենյակում, ասենք, դա ես իմ ազնական տվյալ մարդու հետ եմ խոսում, դեղ խոսում ենք գումարից, եւ դուրս եմ գալիս սենյակից, ասում եմ, այդ ինչ մեծ թվերից է խոսում, բայց դա կոնկրետ հաճախորդի հետ կապված չի, դա մեր ծանոթն է, միգուցե դա ինչ որ իմ ազնական ծանոթն է, էլի, թե դե ես ինչ եմ խոսում, դա արդեն ես իմ օգնականին ասեմ, երբ որ զիջումի ժամն է լինում, ոչ մեկի մի ընդունի, ասենք, ազնական խնդիրներ է լինում, դե սենյակի մեջ խոսում ենք դե։ Ու դուրս եմ գալիս սենյակից, ասում եմ, այդ ինչ մեծ թվերից է խոսում։ Այդ իմ ծանոթն է, իմ ազնական ծանոթն է եւ իրավունք ունեմ խոսեմ։ Կարևորը հաճախորդների հետ չենք խոսում, եւ հաճախորդներից չեք էլի խառնել այս բաների մեջ։ Նայնը վերջի անգամ որ մարզում եք եղել, մարզերել եք գնում։ Կիրովական, օկտեմբերյան։ Այնտեղ ինչ իրավիճակ, ինչի համար են ձեզ կանչել, հիվանդություն է եղել, ինչի համար է գնացել։ Չէ, մարդիկ ուզում են հասկանան, տեսնեն իրանց դատական գործերը ոնց է լինելու, լավ է լինելու, վատ է լինելու, դուրս են գալու, դուրս չեն գալու, փաստաբանը ինչ է խոսում, այդ հարցերով, էլի, այդ ձևով են կանչում։ Իսկ մարզերում իրավիճակը ընդհանրապես եթե մայրաքաղաքի հետ եք համեմատում, այնտեղ խնդիրները ավելի շատ են, քան Երևանում, Երևանից ձեզ դիմողների։ Մարզերում ավելի շատ է լինում խնդիրները։ Մարզերում ավելի շատ է լինում, որ եթե մայրաքաղաքում էլի ինչ որ միտեղ աշխատանք կա, իսկ մարզերում ընդհանրապես չկա։ Մարզերում ավելի շատ խնդիրներ է լինում, խոչընդոտներ է լինում։ Ասացիք մեր հաղորդման սկզբում երբ զրուցում ենք, ասացիք, որ ձեզ բժիշկ է դիմել ոսկրային խնդիրներ ունենալով։ Կպատմեք այդ դեպքի մասին։ Բժիշկը դիմել է, ես իմ օգնականի հետ գնացել եմ, մտել ենք իր սենյակը, ես իրան ասել եմ կոնկրետ որ ողնաշարի մեջ որտեղ է կոնկրետ խնդիրը եւ որտեղից է սպազմը բռնում։ Ինքը ասեց այո, դա այդպես է։ Բժիշկներ դիմում են, քանի որ իմ մոտ լրիվ ռենտգենի նման բացում է հիվանդությունները, պարզ տեսնում եմ եւ կարողանում եմ օգտավետ լինեմ տվյալ մարդկանց։ Եվ մեր հաղորդմանը մնում է 10 րոպե ժամանակ։ Ինչի մասին չխոսեցինք, որի մասին կուզեիք մեր եթերից խոսեինք, բարձաբանեինք։ Ինչի մասին խոսեմ, որ տեսեք ուրեմն, որ զանգում են ին վրա, ասում են միլիցա, ծեծ, ջարդ, գրիվ, կնոջս ծեծեցին, չէ։ Այդ ժամանակներում ես չեմ կարող մոտենամ։ Նախ առաջինը ով է ծեծել 22 տարեկան տղա է ծեծել, մորը, հորը, քորոջը, միլիցա ջարդ եկել է ու այդ հարցերում ես տեղ էլ չեմ գնում, օգնականից էլ ուղարկեմ իկտել չի գնում, ասма դրանք տեղով մեկ շար են, մենք չենք ընդհանրապես գնում նման տեղեր, ու զանգերն էլ անընդհատ անթիվ զանգեր եմ ես ստանում։ Հիմա դու քոլակուտից ինքան բաներ ես պատում, որ եկավ ծեծեց այս արավեն արավ, ես էլ այդքան լսելով ես էլ կարամ գնամ մի հատ նես բան անեմ, ես էլ գնամ հետևից դատվեմ։ Կարող է այդ իրավիճակներ էլի կարող է լինել։ Այսինքն այդ սուր իրավիճակներում ոստիկանությանը դիմելու փոխարեն ոստիկանությունը դիմել է, ոստիկանությունը տանում մեջ կանգնած ինձ էլ է դիմում։ Օգնականից ասել եմ գնամ իտես ինչ ա եղել, ասեց
Տեղով մեկ շարեն ես որտեղ Իսկ պատճառը ո՞րն է լինում այդ վեճերի, նորից ֆինանսական խնդիրներ Չէ, են։ ասում եմ մամաս մերս դուրս չի գալիս։ Մերս հերս ընտանիքի անդամները դուրս չեն գալիս։ Մի հատ է զանգում են, ծեծ, կռիվ, ջարդ, միլիցա։ Եսի միջեր ու անընդհատ զանգեր, ու դա մենակ մի հոգին չի, շատ զանգեր լինում է նման իրավիճակներում։ Կենտրոնից մեկնել էր զանգում անընդհատ, որ թորներս գալիս են, իսկ ծեծում են գնում են։ Մի օր, երկու օր, մի բան արա, օգնականից կանչել եմ, ասել կարաս գնաս։ Ասես չէ, ես չեմ կարա գնամ։ Կարող է միտը ծեծել են, ջարդել վերընկած է, ես գնամ ու գնեմ շարի տակ։ Հիմնականը տեց մարդկանց ես չգիտեմ ոնց օգնեմ, բայց ես հաստատ այդ մի գործը չեմ վերցնում։ Այդ իրանք պիտի Իրաստան մեջ կոնտրոլ անեն։ Ես այդ չեմ կարա մտնեմ այդ ներքին կուխնյան, որ կոնտրոլ անեմ։ Մեկ էլ մի բան է, որ տան անդամները իրար պատժեշ կանեն, իրար հասնեն, իրար օգնեն։ Ինչով կարողանում եմ, ես իրանց կօգնեմ։ Եթե այսօր տան մարդիկը չի իրար օգնեն, դուրսում հաստատ չեն օգնելու։ Նարնե եղել են դեպքեր, երբ հաշտեցրել եք մարդկանց։ Շատ դեպքեր ա եղել, շատ Ընտանիքի դեպքեր։ անդամներին, ամուսիններին։ Շատ դեպքեր ա եղել, որ հաշտեցրել ենք։ Օրինակ մի դեպք կպատմեք, ինչի էին բաժանվել եւ ինչով կարողացաք հաշտեցնել իրենց։ Բաժանվել են հենց նենց, առանց պատճառի։ Առանց Ոչ մի պատճառի։ բան չի եղել։ Իրանք իրարից խորովել են, իրանք իրարից բաժանել են, մի փոքր բանի, մի խոսակցության համար եկել են իմ մոտ համամուսին, կինը ասել են, ուզում եք միանանք, պրոստո ամուսինը ասել է, կինս չի իմանում, կինը ասել է, ամուսինս չի իմանում, ու տենց իրար միացրել ենք, էլի։ Ես օգնել եմ, միացրել են։ Բայց հիմնականը մարդիկ բողոքում են, որ ես քիչ եմ խոսում։ Այն ժամանակ դուք էլ եթերի մեջ ասեցիք։ Դրա համար ես ուզում եմ իմ օգնականներին փոխարեն իրանց լսեն, իրանք ավարտացեն, ավելի շուտ ինստիտուտ ավարտացեն, կկարողանան իրանց այդ լեզու գտնեն, կխոսեն իրանց կհասկանան, ես էլ ինչով կկարողանամ կօգտավետ կլինեմ իմ շնորհով։ Նկատի ունեք, որ այդ մասին մենք խոսել ենք, դուք դժվար եք խոսում, որովհետեւ Չէ, բայց ասում են քիչ ես խոսում մարդկանց, օգնել շատ եմ էլի ստանում, օգնականներս էլ են այդ գալիս են օգնականներս էլ են ճանապարհին։ Բայց այդ քչախոսությունը ինչի հետ է կապված։ Վերևից չի տրվում ձեզ խոսալու Քիչ թե խոսեմ, պրոստո նագրուսկասիմ շատ մեծ Ծանրաբեռնվածության երկրների այդ արդյունք է։ խնդիրներ կա, այդպես զանգերը չափից շատ են։ Դրա համար միշտ հայտարարում են, որ գրեք Viber WhatsApp-ի վրա։ Ես այդքանը չեմ կարա հետ զանգեմ, որովհետև 500-ից անցնում է։ Մենակ մինչև կեսօր 500-ից անցնում է զանգերը։ Իսկ ձեր օգնականներին ինչքանով եք վստահում։ Վստահում եք։ Արդեն օգնականները իմ տան անդամներն են։ Ուրիշ մարդիկ ձեզ չեն։ Չէ, ես ուրիշ մարդկանց չեմ վերցնում։ Անցյալում ուրիշ մարդիկ շատ են եղել, բայց ներկապա ու մի բան էլ ես չեմ ապրում մեր տան անդամների հետ, կխնդրեի որոշ մարդիկ չգնան բարձրանան բնակարան, որովհետև զանգում են մեր տնից, ասում են քեզ են փնտրում։ Եթե ուզում են ձեզ հետ կապ հաստատեն, անպայման ձեզ հետ Հա, թող զանգարենք կոնկրետ ինձ, քանի որ ես տարբեր մասերում եմ լինում քաղաքում։ Ձեր հեռախոսահամարը այդ դեպքում նորից հիշեցնենք։ 094 99 47 98 094 99 47 98 այդ հեռախոսահամարով Հա, զանգահարեք։ այդ լավ կլինի տան անդամներին չանհանգստացնեն, քանի որ ես կոնկրետ տանը չեմ լինում, էլի ես լրիվ ուրիշ տեղ եմ ապրում, տարբեր քաղաքի մասերում եմ լինում ու նաև տարբեր երկրներից որ մարդիկ են գալիս, նաև ազդեցիկ, պաշտոնյա հետերները հանդիպում եմ տարբեր տեղեր, քանի որ ոչ ոք ներկա չի ուզում մոտենա հերթի տակ չեն ուզում։ Հերթում իրար տեսնում են, ճանաչում են, հետո մարդիկ երբեմն Խնդիրները լուրջ է գաղտնի չափից են։ լինում, դրա համար գաղտնապահությունը պետք է պահվի։ Ես էլ պետք է այս տարի գնամ, ամառն էլ ես պետք է դուրս գամ։ Ես էլ եմ ուզում գնամ, քանի որ ինձ հրավիրել են, ես էլ պետք է գնամ։ Գնաք աշխատելու թե Չէ, կատարելագործելու։ կոնկրետ ինձ հրավիրել է այդ ինքը կլինիկի տնօրենն է, հիվանդությունների հետ աշխատելու, կգնաք աշխատելու, այդպես։ Բայց ձեր հետևորդները եւ ձեր հաճախորդները կարող են ձեզ հետ on-line կապի մեջ լինել եւ նորից շարունակեք օգնել իրենց։ Նարնե ինչ տարի է լինելու 2026 թվական։ Ասացիք հանդարտ հասնելու ենք ընտրություններին։ Լավ եք տեսնում։ Շատ լավ եմ տեսնում, ես վատ բան չեմ տեսնում։ Տարածաշրջանում ամենուր լավ է լինելու։ Իսկ արցախցիների հետ կապված ինչ ունեք ասելու։ Ձեր միջավայրում ամեն դեպքում արցախահայեր կան։ Համբերություն եմ ցանկանում, մեկ էլ կարևորը ողջ առողջ դուրս են եկել, ով էլ կորուստեր ունեցել ցավակցում եմ։ Ես ցավակցում եմ այն մարդկանց, ով իրական կորուստեր ունեցել, իսկ ով ընդամենը տուն է կորցրել, այդ նույն տունը կարողանա ինքը դնի։
տուն Մարդկային կորցնելը կորուստն է, որ մարդկային անդառնալի կորուստն է։ է կարևորը, ցավակցում եմ կոնկրետ այդ մարդկանց, իսկ սրտե, որովհետև ես ամեն ձևով իրանց պատրաստ եմ օգտավետ լինեմ, ես սրտով իրանց հետ եմ, ես հոգիներին պարզ տեսնում եմ, կկարողանամ օգտավետ լինեմ, իրանք որ զանգում են, ես սրտով միշտ իրանց հետ կողքորները կաղնած եմ։ Նարինե, դուք էլ եք արմատներով Արցախից, դուք կարոտում եք ձեր հողը։ Իհարկե Կարոտում եք ձեր ծննդավայրը։ կարոտում եմ, ես դեղ 2010 թվականից եմ դուրս եկել, մանկությունս իմ Ռուսաստան անցել, բայց 10 թվականից դուրս եմ եկել, հորքուրս դեղ էր մնում, գնում գալիս է, իհարկե կարոտում եմ։ Ուղղակի, եթե ճիշտ ասեմ, ես միշտ մեծ քաղաքներում եմ եղել հիմնականը։ Կարոտում եմ, վատ բան ա եղել, որ տենց ա դարել, բայց հիմնականը ես միշտ Ռուսաստաններն եմ եղել։ Ինչ ունեք ուրիշ ավելացնելու։ Ավելացնում եմ պատժեշ կան տներից, որ իրար պատժեշ կանեն։ Ամեն անգամ մեր հաղորդումը մենք դրանով ենք ավարտում, որ դուք ուզած եք սիրեք իրավիճակ։ Որովհետև հիմնական խնդիրը որ գալիս են, ես նկատում եմ, որ այստեղ կոնկրետ իրար պատժեշ կա չկա, դրա համար եմ ասում։ Իրար պետք է իրանք պատժեշ կանեն, որպեսզի սպայկա դառնան եւ կարողանան երջանիկ ապրեն։ Դա չի լինում, էլի։ Իմ մոտ տարբեր կատեգորի մարդիկ են գալիս, տարբեր։ Հիմա էլ արդեն խոսակցություն ա գնում, որ նայեն մենակ կոնկրետ հարուստների հետ ա գործ բռնում, նման բան չկա, բոլորը հետ է գործ են բռնում։ Ուղղակի նույն պաշտոնյա մարդը 3 անգամ եկել է հայատ, ես իջել եմ, մի ազնական խնդիր ա էլի եղել։ Այդ օրը ոչ մեկին չեմ վերցրել։ Արևանը տեսել ա ու տենց խոսակցություններ ա գնում, որ մենակ իրանց հետ ա գործ բռնում։ Չէ, դա ազնական խնդիրի հարց ա էլի եղել։ Դրա համար բոլորին է վերցնում եմ, չունևորների վրա գնում ա օգնություններ, նես չի որ չի գնում, միշտ է իրանց կողքը կանգնած եմ, ուղղակի հիմնականը տարբեր պարագաներում, տարբեր պարագաներում, որտեղ էլ լինեն, իրար պետքա մեջք լինեն, իրար պետքա օգնեն։ Մենակ պատժեշկան կարա այդ ընտանիքները եւ փրկի եւ հնարավորություն տա աճելու, զարգանալու։ Այո, մենակ էտա կարելու, որպեսզի իրար պետքա մեջք լինեն։ Սպայկա պետքա լինեն, իրար պետքա պատժեշ կանեն, ոչ թե էլի իրար ներսից ուտեն։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե այսօրվա ներողություն հաղորդման համար, երբ որ ասելիք կունենաք, նորից կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։